Այսինքն ընդդիմության կորցրած երկու ստորագրությունները նորից կկորչեն։ Հիմա իրանք ինչ ասին ուզում են process-ը վիժեսնեն։ Ինչ անշանակում նա վստահություն չի ներշնչում։ Ում մոտ չի ներշնչում։ Այսինքն Էդգար Ղազարյանն ուզում ասի, եթե տեխնացուին չի առաջադրել Սերժ Սարգսյանը, ուրեմն իրանք դեմ են։ Ինչ ա ուզում։ Ոչ, ուզում է ասի, եթե Փաշինյանին է անվստահություն գործընթաց հայտնում, դուք աշխատել եք ժամանակին Փաշինյանի հետ համագործակցություն։ Էդգար Ղազարյանը Փաշինյանի մոտ դեսպան է աշխատել Լեհաստանում։ Հակենք թեման, ասեմ, չեմ ուզում Էդգար Ղազարյանին անդրադառնամ։ Մարդիկ, նույնպես Էդգար Ղազարյանը իր խոսքը հուսով եմ հարգում է։ Եվ պարոն Նարեկ Մալյանը երկուսն էլ դիմել են падգամավորին, ասեն նախաձեռնեք։ Падգամավորները նախաձեռնել են։ Դրանից հետո որևէ պատրվակով խոսակցություն շարունակել նշանակում է շարունակել են բանը Կիրովականի ասած տինտիրիտներ անել։ Բամանկապարտեզ չի հասկացա։ Չէ, լուրջ մարդիկ ենք, բաներ ենք խոսում։ Հիմա պատիվ ունեմի 6 падգամավոր լուրջ մարդիկ են, չէ, հայտարարել առանձնախապայմանների տալիս ենք։ Սպասում ենք Հակոբ Ասենյանի կաբինետում բերեք ստորագրությունները։ Ինչ խնդիր կա։ Այսինքն կարող է հայ ժողովուրդը ունենա տեխնացու, որ ամբողջ ժողովուրդը վստահի։ Բացառում եմ։ Ինչ են առաջարկում, որ եթե Սերժ Սարգսյանի տեխնացուն չի, ուրեմն չեն միանում, թող այդպես ասեն, շատ անկեղծ թող ասեն։ Որովհետև բանա ստեղ աշխատել, կներեք որևէ մեկի անցած ճանապարհին, եկեք ես չանդրադառնամ։ Ահավոր բաներ տեղի կունենան։ Ես ուզում եմ նորմալ գործընկերային հարաբերություններ պահպանեմ, որևէ մեկի հետ որևէ խնդիր չունեմ։ Իմ թիմի մեկ նպատակը իմպիչմենտը հասնել տեղ, անցալով իրենց նախաձեռնած process-ին եւ պաշտոնանկել Նիկոլ Փաշինյանին, այդքան բան։ Հարցրելի դուք ինչու եք ուզում Փաշինյանի անվստահություն հայտնել։ Կլսեք իմ 60 րոպեանոց ելույթում։ Կլսեք, կարճ ասեմ, նախագծում հիմնավորումը ներկայացված է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը արդեն երկար ժամանակ է շեղվել է ինքն իր ծրագրից, որը անվստահության հիմք է։ Մնացածը բանավոր։ 26 թվականի ծրագրից շեղվել։ Եվ առանցքային մի երկու բան կնշեք ծրագրի շեղվելու։ Չեմ նշի։ Կամ մի 3 կետ։ Այսինքն կներեք, ես փաստաբան եմ։ Դուք հիմա եկել եք ասում եք ձեր ստրատեգիան, ասեք դատի տարած, օրինակ պատրաստվում, այքես բան։ Հիմնավորման մեջ չկա նախագծում։ Հա, կա դե կկարդալ։ Հա, հիմա ուզում եք հիմնավորումը ես կարդամ։ Պարոն Մարուկյան, հիմա Ուրիշ հարց ունեք, որ հիմնավորում չկա, ասեք դրան պատասխանեմ։ Հարցրեք, ասեք օրինակ արտախորհրդարանական ուժերը ինչու չեն դեռևս հայտարարություններ անում, որ աջակցում են process-ին։ Հարցրեք ուրա պատիվ ունեմի ստորագրությունները, հարցրեք ուրա Հայաստան Դաշինքի ստորագրությունները, հարցնում եք ոնց է Նիկոլ Փաշինյանը, այքես բան։ Չաս։ Սպասում են process-ը մեկնարկի նոր արձագանք։ Սա պարլամենտական process է, պետք է իրանք մեկնարկեն, հետո նրանք։ Հերթականություն կա, այսինքն ուզում են ով մեկնարկի ստորագրությունը իրանց ձեռքում է։ Ով ուզում էին падգամավորները մեկնարկեն, падգամավորները մեկնարկել են։ դուք Ես ասացի բացառում եմ, որ միանում են։ Չէ, Էդգար դուք ինձ հարցրեցիք Էդգար Ղազարյանի հարցից, հա, ես կարդացել եմ արդեն։ Նաև 3 երեկոյան Սաթիկ Սերանյանի եթերում էլի նույն հարցն է քննարկվել, որ պետք է ընդդիմությունը մի հատ էլ տեխնացու առաջադրի։ Այսինքն իրենք անգիր գիտեն, որ այս երկու падգամավորները հարգարժան նախապայման ունեն։ Հետեւաբար ուզում են վիժեսնեն այս process-ը, ուզում են այս երկու ստորագրությունից զրկվեն։ Եթե դա են ուզում, թող անեն։ Դա բառացի վիժեցում է։ Պարոն Մարուկյան, Կներես, Հովիկ Աղազյանն ինձ ասել է, մի քիչ կարող է մեջը բան կա, ասել է պարոն Մարուկյան, եթե ձեզ իրանք առաջադրեն, մենք չենք միանա։ Հասկանում եք ինչքան սկզբունքային հարց է դրած։ Այսինքն իրանք ինձ առաջադրել են, չէ՞։ Ասում են, եթե իրանք պատիվ ունեմ ու Հայաստանը ձեզ առաջարկեն, այսինքն ինձ, իրանք չեն միանա, կկորչի այդ երկու ստորագրությունը։ Բաբայանի անունն էլ է խորը։ Ով է շրջանառում, Վահան Բաբայանը։ Թե պատիվ ունեմ։ Ոչ, չկա նման բան։ Դուք տեսել եք падգամավոր Վահան Բաբայանի անունը շրջանառել են, բա որ չէ, ինչ եք այդ անունը տալիս։ Դե հիմա ցալկ ուտել մեր տղեկնել են ուզում առաջադրվեն, խոսում են։ Ցալկուտը գիտեք, Կիրովական թաղամասը։ Դուք ասում եք, որ հանդիպումներ պետք է անցկացնեք, ունենաք 3 ձեր ուղիղ եթերում նաև խոսում եք խորհրդարանից դուրս հայտարարությունների աջակցող ինչ-որ գործողությունների մասին նաև արտախորհրդարանական ուժերից։ Նախ կխնդրեի կարճ ասեիք խորհրդարանական երկու ուժից փաստացի չունեք արտադրական։ Խոսեցինք արդեն դա։ Ուղղակի ես գրել եմ, հա, սպասում եմ։ Իսկ արտախորհրդարանական ուժերից ինչ հանդիպումներ եք ունեցել, ինչ արձագանքներ կան։ Ես քանի որ դեռևս չունեմ համաձայնություն հրապարակելու, հիմա չեմ կրապարակի, երբ որ կավարտեմ կրապարակեմ։ Այսօր օրինակ 3 ուժի հետ հանդիպում։ Բայց թե որ ուժերի հետ եք Արտախորհրդարանական։ Չէ, կոնկրետ որ ուժերի։ Դե կասենք հիմա ես
Այդ մարդկանցից թույլտվություն չեմ խնդրել, որ հրապարակեմ։ Եվ պարոն Մարուկյան, տեսեք, Ես գործընթացի հրապարակայնության ֆունդամենտալ կողմնակից եմ, դրա համար եմ նաև ուղիղ եթերում զանգել պարոն Սերյան Օհանյանին, պարոն Հայկ Մամիջանյանին, որտեվ իրանք են պարլամենտում, իրանց ձեռքին ստորագրությունները, բայց այս իմաստով արտախորհրդարանականների իմաստով իրենք ստորագրություն չունեն։ Հիմա իմ հանդիպումների արդյունքում հայտարարություն կանեն, որ աջակցում են process-ին, դուք կիմանաք, որ ուժն է։ Չեն անի, կորոշենք այդ անունները հրապարակենք թե ոչ։ Եվ հարցը մյուս հետևյալն է, պարոն Մարուկյան, տեսեք, այս process-ը, որ սկսում էին քաղաքացիական շրջանակներից, հայտարարում էին, որ այս process-ում էական է ոչ թե այն, թե ով է առաջադրվելու վարչապետի թեկնածու, այլ այն, որ անվստահության գործընթաց ենք սկսում։ Վայ շնորհակալ եմ ես ձեզ, Շորիկ ջան։ Ես ձեզ հիմա Էդգար Ղազարյանն ասում է չէ էական է ովաթեկնա։ Այսինքն այս մարդկանց խոսքը նոր խոսեցինք այդ թեմայով, բայց շատ լավ է որ դուք ասեցիք էլի։ Շատ եմ շնորհակալ։ Կարծիքով այդ ինչ տեղի ունեցավ, եթե իրենց հայտարարությունը այն մասին էր, որ սա վարչապետին անվստահություն հայտնելու մասին է, բայց փաստացի իրենց այս պահի դիրքորոշումները առնվազն ակնարկներ են այն մասին, որ տեխնատուի հարցն էլ է խնդիր։ Սա ինչ է նշանակում իրական նպատակները իրենց գուցե Նիկոլ Փաշինյանին հեռացնելը կամ անվստահության գործընթացը չէ։ Ինչի մասին է այդ դեպքում էս իրենց ակնարկները փաստում։ Ես նայում եմ եթերները, իրենց հարակից մամուլը երկու օրվա մեջ այնպիսի հարցակումներ է գործում իմ նկատմամբ, որ ես սկսել եմ մտածել, լավ, եթե այս մարդիկ պետք է ստորագրեն իրենց ասած առանց նախապայմանների փաստաթղթի տակ, այդ պարագայում ինչու են փորձում տեխնացուի վրա հարձակվել։ Տեխնացուի վրա, պարոն Աստանյանի վրա, պարոն Աղազարյանի վրա փորձել անլրջացնել, այդ տեսնում ենք մենք։ Եվ այստեղ հարց է առաջանում, ո՞րն է պլանը, այսինքն նախնական պլանը մենք մտածել ենք, որ իրանք անկեղծ են, ուզում են Նիկոլ Փաշինյանին հեռացնեն։ Հիմա ես թողնում եմ պատասխաններն իրենց։ Ես հույս ունեմ, որ նաև Էդգար Ղազարյանը, նաև մյուս բոլորը, ովքեր որ հիմա այդ գծի մեջ են, ժողովրդի լեզվով ասած քարը իրանց փեշից կթափեն եւ կհասկանան process-ը, բայց մյուս կողմից իրենց ձեռքին ստորագրություն չկա։ Իրենք չեն որոշում, ստորագրությունները գտնվում են падգամավորների ձեռքերին, ովքեր ունեն արված ծանրակշիռ հայտարարություններ։ Հիմա Էդգար Ղազարյանը ում ասիրում, ում չի սիրում, դա իր քիթ։ Եվ պարոն Մարուկյան, եթե անգամ այս process-ը падգամավորներ ընդդիմադիրներ, եթե անգամ միանան եւ նախագիծը ներկայացվի եւ այդ հարցը հասնի քվեարկության փուլում, այդ փուլը դուք ինչպես եք պատկերացնում, երբ արդեն առնվազն 2 տասնյակ իշխանական падգամավորի համաձայնությունն է պետք գալու վարչապետի ընտրության եւ Նիկոլ Փաշինյանի նաեւ անվստահություն հայտնելու հարցում։ Քիչ առաջ հարցին արձագանքել եմ, մենք շարժում ենք փուլերով։ Հիմա ձեզ անկեղծ բան ասեմ, ընդդիմությունը դեռ ստորագրությունները չի տվել, մենք քննարկում ենք ԿՊ-ին, ինչքանով է դա լուրջ։ Շուտ 36 ստորագրությունը թղթի վրա լինի, էլի գամ ստեղ կկանգնեմ այստեղ։ Դուք կգաք, խոսանք դա։ Ես անլուրջ եմ համարում հիմա process-ից բանը ընկնել եսին ու էլի։ Չէ, բայց կներեք։ Հիմա հարցը այդտեղ է։ Պարոն Մարուկյան, եթե պետքա ունենաք, չէ՞ ձեր քայլերի հաջորդականությունը, եթե ընդդիմությունը բերում է այդ, ձեզ առաջադրում է եւ բայց ձեզ ով ասեց որ ես չունեմ։ Ես ասեցի ես չունեմ, ասեցի քայլերի հաջորդականությունը կհրապարակվեն քայլերից հետո։ Ասում քայլերի հաջորդականությունը կհրապարակվի իրարից հետո։ Հիմա ընդդիմությունը պետք է աջակցի, չէ՞ սկզբից, հետո ԿՊ-ն։ Կաղա մտածում եք որ ԿՊ-ն պետքա բանը, ԿՊ-ն է իմպիչմենտը սկսել։ Չէ, պարզապես ակնհայտ է, որ ԿՊ-ն չի քվեարկի։ Ոնց է ակնհայտ։ Ձեզ ասել են իրանք։ Իրենց հավատարմության երկրները Նիկոլ, այո, ես հարցազրույցների ընթացքում հասկանում եմ, որ դուք 70 հոգու հետ խոսել եք։ Դուք երբ որ խոսում եք, այդ ժամանակ իմպիչմենտը չկար։ Հիմա իմպիչմենտ կա։ Այդ ժամանակ իրենք մտածել են, որ որևէ падգամավոր չի ունենա խիզախություն թուղթ ստորագրի նման։ Դուք իրողությունները բան եք անում, հետո առաջ եք անում, Նարեկ ջան, սա նոր իրողություն է։ Կարծում եք ձեր առաջադրվելուց հետո ԿՊ-ն որոշ падգամավորներ թեկուզ կվերանային իրենց մոտ։ Ես անհարկի եմ համարում ընդդիմության ստորագրությունները դեռ չդրված ձևաթղթի տակ քննարկել ԿՊ-ին։ Լավ։ Եվ ձեզ համար ընդունելի է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի թիմերով առաջադրվելը, եթե իրենք ստորագրեն, պարոն Մարուկյան։ Դուք հարցը սխալ եք ձևակերպում, ինձ առաջադրելու է падգամավորների 1/3-ը։ Սատարումը նրանց ընդունելի է ձեզ համար։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի համար ընդունելի էր հանրապետականների դաշնակների սատարումը ընտրվի վարչապետ, եկել եք ինձ հարցնում եք, ինչ կապ ունի։ Հիմա էլ այդքան 1000 մարդուն ներկայացնող մանդատներն են սատարում։ Կարող է այդ մանդատները բանից են եկել, ժողովրդի տված մանդատներն է, այդ փողոցում կանգնած մարդկանց մանդատներն է։ Պարոն Մարուկյան, բայց հանրության չեմ հասկանում։ Հանրության Ես խնդիր չեմ տեսնում, որ ԿՊ-ից քվեարկեն,
Հայաստան դաշինքից քվեարկեն եւ պատիվ ունեմ դաշինքից քվեարկեն։ Բացարձակ խնդիր չեմ տեսնում եւ նաեւ տեսեք պարոն Աղազարյանը եւ պարոն Ասլանյանը արդեն քվեարկել են։ Բայց այդ երկուսով բավարար կլինի, որպեսզի հասնեք հաջողության Մի հատ բան ասեմ, եկեք հարգենք բոլոր հեռուստադիտողներին։ Հիմա դուք ուշացած եք, մենք ձեր հարցերին ապին Չէ, պատասխան։ ես ուրիշ հարց եմ տալիս։ Հանրությունը ասում է, որ այնուամենայնիվ չի կարող տեսնել մի մարդու վարչապետի պաշտոնում, ով պատերազմից հետո Դուք ում անունից եք խոսում։ Հանրությունից նաև Դուք հանրությունից ոնց կարող խոսում։ Էդգար Ղազարյանի ասածն եք ասում, այդ հարցին արձագանքել։ Չէ, անկեղծ։ Ում անունից եք դուք խոսում։ Մեկի պետք է հասկանանք չի նշանակում, կամ լրագրողները մոտենում են ամենայն հարգանքով։ Գիտեք, մենք 10 տարի աշխատել ենք։ Գայս են ասում են հանրությունը ասում է sense բան։ Եղբայր։ Հանրությունը ընտրել է խորհրդարան։ Սա պարլամենտական process է։ Մեր ժողովրդի ձևավորած խորհրդարանն է։ Մեր ժողովրդի ձևավորած խորհրդարանում իրենց ընտրած падգամավորները մեկնարկել են իմպիչմենտի գործընթաց։ Падգամավորները այդ process-ը կտանեն մինչև վերջ կլինի process, կլինի ամստահություն, կլինի քվեարկություն, կլինի վարչապետի փոփոխություն։ Չեն անի չի լինի։ Բայց նաև խորհրդարանական չարձագանքը չի խոսում այն մասին, որ իրենք ըստ էության ձեզ չեն էլ ուզում։ Հենց նոր դա էլ քննարկեցինք, որովհետև տեսեք, չարձագանքը որն է։ Կա չարձագանք։ Չէ, դե մարդիկ ասում են քննարկում են, չէ, ասեց տեղը հարմար չէ։ Հետ են զանգել, խոսել ենք, այդպես բան չկա, ես դա հրապարակային ասել եմ։ Մարդիկ հետ են զանգել եւ ասել են քննարկում ենք, ձեզ կասենք։ Մեծ հաշվով իրենք իմ բոլոր մոտեցումներին հրապարակային ծանոթ են։ Այսինքն իրանք կարող ասեն շատ լավ է, մենք ասել էին, որ առանձնախապայմանների կտանք ստորագրությունը, հիմա դուք մի քիչ ուշացաք, ստորագրությունները գտնում են պարոն Ասլանյանի աշխատասենյակում, կարող գնան ստորագրեն առանց իմ հետ հանդիպել։ Բացի ես հարգանքով, պատշաճ պարլամենտարիզմի նկատմամբ հարգանքով, ես process-ը այդ ճանապարհով եմ տեսել, այդ ճանապարհով եմ տարել։ Բայց կարող է իրանք ասեն զբաղված են գնան ստորագրեն։ Օրինակ, այս վերջի 3 օրում հատկապես Ռոբերտ Քոչարյանի աջակիցների, թիմակիցների շրջանում են տեսել եմ ես նաև Facebook-յան գրառումներ ձեր անձի, հա, եւ այս գործընթացի վերաբերել եւ դրանց հղում անելով նոր խոսում են, որ Սերժ Սարգսյանի աջակիցներն են նման բաներ արել։ Շատ ցավում եմ, տեսեք, հա, շատ ցավում եմ, բայց ուզում եմ ասել հետեւյալը։ Խոսքը պետք է արժեք ունենա, չէ՞։ Հիմա Սերժ Սարգսյանը ներկայացված է խորհրդանում, պատիվ ունեմ խմբակցության միջոցով, չէ՞։ Պատիվ ունեմ մի գրավոր հայտարարություն կա, որ մենք առանց նախապայմանների մեր 6 ստորագրությունը կտանք։ Հիմա պարզ է, որ ինչ որ 4 ակտիվիստ կամ 15 ակտիվիստ կարողա դուր չի գալ իրանց այդ process։ Բայց ինչ է մարդկանց հատով հաշվում բան մարդ։ Հատով չէ, լավ հոգի։ Հադրելի է, որ ՔՊ-ից հեռացած падգամավորների իմպիչմենտի գործընթաց սկսելու հետ կապված։ Չհասկացա հարցը։ Այսինքն իրենց հայտարարությունը եղել է արձագանք Արթունենք շարժմանը, ոչ թե օրինակ ինչ որ փուլում ՔՊ-ից հեռացված մարդիկ որոշեն, որ պետք է իմպիչմենտի գործընթաց սկսել։ Այսինքն դուք այնքան եք սիրում ՔՊ-ին, որ ՔՊ-ից հեռացվածներին լավ չեք վերաբերվում, հա։ Այդ եք ուզում ասեք։ Համագործակցություն իշխանության հետ։ Այսինքն ուզում եք ասեք, որ պարոն Աղազարյանը այս մարդիկ շարունակեին մնալ ՔՊ-ը։ Այս մարդիկ այնքան դիրքորոշում են ունեցել, որ իրենց հեռացել։ Հիմա եթե Արսեն Թորոսյանին հեռացնեն, Արսեն Թորոսյանին պետք է ընդունել, որ այնպեսին ինչպեսին ինքը Արսեն Թորոսյանի ստորագրությունն էլ է պետք, եթե հեռացնեն, թող բերի։ Կար առանց հեռացնել էլ։ Հիմա միայն պարոն Աղազարյանի եւ պարոն Սամանադրությունը կարդացել եք, թե չէ։ Դուք անձեր եք քննարկում, ես ինստիտուցիոնալ հարց եմ բարձրացնում։ Ձեզ Հովիկ Աղազյանը դուր չի գալիս, ոնց զգում եմ, դուք ոնց որ չեք սիրում Հովիկը, կամ պարոն Ասլանյանը այստեղ կանգնած է։ Ինչ խնդիր ունեք իրար հետ։ Անձեր չեմ քննարկում, ես խոսում եմ երևույթ այս մարդկանց չհեռացնենք։ Երկարամյա լրագրող եք ասել։ Օրինակ, պարոն Մարուկյան, դակել։ Լավ, եթե այդպես է, մի րոպե, եթե այդպես է, ինչ են նամակ գրել։ Նիկոլ Փաշինյանը ինչ չի հեռացրել։ Մի ստեք եթերում, Նիկոլ Փաշինյանը ինչ չի հեռացրել։ Ես եմ հրաժարական տվել։ Նա այլ բան ասեց հարցազրույցում։ Նա չասեց ես եմ հեռացել, չի կարա ասի։ Չի կարա ասի, ես եմ հրաժարական տվել։ Այսինքն չի ասել ինքը տենց բան, դուք եք լրագրողներով բան։ Չէ, ասուլիստի մի հատ է մոտեցեք, թող ասի, ես կպատասխանեմ։ Չի ասել նման բան։ Այսինքն դուք ինքը հեռացել է, իմ հրամանագիրը երբ է ստորագրվել, գնացեք նայեք։ Ու ես երբ եմ հրաժարական տվել, թե բա ես եմ։ Չի եղել որ գրեք, պարոն Մարուկյան։ Բացարձակապես։ Եվ պարոն Մարուկյան, հարցը կիսատ եմ մնացել։ Այսինքն դուք պնդում եք, որ Արթունենք շարժումը պետք է նամակներով դիմեր միայն պատիվ ունեմի եւ Հայաստանի падգամավորներին։ Դա եք ուզում ասել։ 107 նամակ, բայց 107 նամակը գնացել նաև պարոն Ասլանյանին եւ պարոն Աղազարյանին, ովքեր անսացել են այդ նամակներին եւ նախաձեռնել են։ Հիմա եկել եք ասում եք, բայց
իրանք ոնց որ չէին ուզում որ այդպես էր նախաձեռնությունը։ Նա դուք իրանք չեք ներկայացնում, թող իրանք ասեն իրանք ոնց էին ուզում։ Շատ հաճելի էր։ Թող իրանք ասեն, եղբայր։ Հիմա իրանք ասեն առանց նախապայմանների կտանք ստորագրությունները, բայց դուք ճիշտ եք նկատում, որ մեդիայում իրենց կողմնակից մեդիայում 2 օր արշավ է իմ տեխնացության դեմ շնորհակալ եմ որ ճիշտ դիշկորոշման մասին որովհետեւ ոչ որովհետեւ կարող է այդ մեդիաները դա քարոզեն այն ինչը որ օրինակ ավելի այսինքն այդ աջակիցներն ում աջակիցներն Նիկոլ Փաշինյանի այս process-ը Նիկոլ Փաշինյանի հեռացման մասին է չեն ուզում հեռացնել թող կանգնեն ասեն չենք ուզում դա չեմ հասկանում ախր ինչ եք ուզում ժողովուրդ Նիկոլ Փաշինյանն եք ուզում հենա գնացեք հետո վայելեք ապրեք Չեք ուզում process-ը սկսվել։ Դուք վայելում եք այդ դեսպանի պաշտոնը։ Ես հիմա եմ վայելում իմ կյանքը, մի անհանգստացեք։ Չեմ անհանգստացնում, ճշտող հարցը։ Այդ դրվագը վայելք էր ձեզ համար։ Ոչ, գիշեր-ցերեկ չէի քնում։ Էդուարդ Ղազարյանը, Նարեկ Մալյանը կամ մեկ ուրիշը, Էդգար ներողություն։ Ով ուզում է իրենք ձեռնարկեն, մենք պարոն Աղազարյանը եւ ես չենք ստորագրի Եվ այդ process-ը չի գնա, որովհետև այդ process-ը գնալու է այնպես, ինչպես որ հիմա գնում է։ Եթե չէ, թող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք։ Բայց ինչու ձեզ համար կարևոր է Պարոն Ասլան, եկեք մեկ երկու կարճ հարց Որովհետև մենք հայտարարել ենք, որ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ նրանց առանցքում գտնվող որևէ ուժի հետ մենք չենք համագործակցի։ Մենք հենց ստեղծման, մեր կուսակցության ստեղծման համագումարի ժամանակ հայտարարել ենք դեռևս 6 ամիս առաջ տեսեք մի քանի վաղ առաջ Հովիկ Աղազարյանն ասել է Այս մարդիկ նախապայման են ունեցել իսկ պատիվ ունեմ Հայաստան խմբակցություն չեն ունեցել նման նախապայման հիմա եկել եք այս մարդկանց ասել բայց դուք Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է ինչ եք նախապայմաններով խոսում Երբ մենք սա հայտարարում ենք եւ մեր կուսակցությունը դա սկզբունք էր վերցնում այդ ժամանակ չկար այդպիսի խոսք Պարոն Ասլանյան տեսեք Հովիկ Աղազարյանն ասել էր որ վարչապետ կառաջադրեն նախկին ԿՊԱ-կանի բայց Էդմոն Մարուկյանը նախկին ԿՊԱ-կան չի եղել չէ նաև ասել է այլ հայերենով չեմ ասում դեռևս 6 ամիս առաջ նոյեմբերից մեր համաժողովում մենք հայտարարեցինք որ մենք չենք համագործակցելու որևէ այդ ուժերի հետ Եվ հետո երբ այս process-ը սկսեց բնական է մենք մեր համաժողովի մեր սկզբունքներին չենք կարող հակառակ գնալ մեզ մոտ դա հստակ է դրված մենք չենք համագործակցելու այդ ուժերի հետ Այսինքն նայեք այս մարդիկ նախապայման են ունեցել սկզբանե Դուք եկեք իրանց հարցում եք դուք ի՞նչ եք միանա նրանք չեն ունեցել նախապայման նրանց չեք ասում բայց ինչ չեք միանում Բայց չենք տեսել Չէ, մի հատ անկեղծ էլի, մի հատ անկեղծ, մի րոպե, կներեք ամոթ ինչ ականջներ, ասենք, մի քիչ մարդկանց նկատմամբ հարգանք ունեցեք, ինչ ականջներ, նայեք, պատիվ ունեմ նախապայման չի դրել, չեք գնում իրանց ասեք, բա դուք նախապայման չունեք, ինչի՞ չեք ստորագրում, այս մարդիկ ի սկզբանե նախապայման են ունեցել։ Հակոբ Աստայանն ասում է, այսինքն դուք չեք ուզում Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Պարոն Մարուկյան, Դուք հասկանում եք այսինքն ձեզ ասել որ չեն ստորագրելու։ Չէ, նման բան չեն ասել։ Ուղղակի ուշացակ process։